Բարի լույս, բարի առավոտ մեր ճուկնախ հեռուստադիտողի սիրելիներս, հուսով եմ մեզ հետ եք։ Մենք խոստացել ենք այսօր տոնական եթեր, հուսով եմ կմնաք մեզ հետ, որպեսզի այս 2 ժամը եւ արարողակարգին ծանոթանաք եւ իհարկե շատ հետաքրքիր զրույց է լինելու, որը պետք է շատ ուշադիր լսել։ Ահա, ես էլ փորձելու եմ այսօր հաղորդման իհարկե ավարտին գեղեցիկ տնական ավանդական սեղան պատրաստել, բայց մինչ այդ մենք պետք է մի փոքր աշխատենք։ Այսօր որոշել եմ հենց ավանդույթին համապատասխան, հենց տոնին համապատասխան պատրաստել նույն կերակուրները։ Ինչ են պատրաստել համբարձման տոնին։ Եղել է շատ գեղեցիկ հավաքույթներ, շատ գեղեցիկ արարողակարգ, որի ընթացքում պատրաստել են կաթնապուր։ Ես քիչ առաջ նշեցի, որ շատ կարևոր ուտեստ է եղել այդ օրվա համար կաթնապուրը, շատերը նույնիսկ ուրեմն հարության տոնից սկսած պահք են պահել, կաթնապուրի պահք են պահել, այսինքն չեն կերել կաթնապուր մինչ համբարձման տոնը։ Համբարձման տոնի առավոտյան բոլոր ընտանիքներով հավաքվել են, հարևաններով, բարեկամներով, մեծ ընտանիքներով հավաքվել են եւ սկսել են եփել կաթնապուր։ Իսկ կաթնապուրի համար մեզ իհարկե պետք է բրինձ, կաթ եւ կարագ, ինչը մենք հիմա կպատրաստենք միասին։ Եվ ասեմ, որ այն համարվել է մատաղ որպես անպայման եփել են եւ 7 տուն բաժանել են կաթնապուրը, իսկ մեծ գավաթով ուրեմն լցրել են արտերի, ցորենի արտերի մեջ, որպիսի բերք ու բարիքը շատ լինի այդ տարի։ Եվ իհարկե այդ նույնիսկ ասում են, որ կովերին եւս կերակրել են, որպեսի կովերը ավելի առատ կաթ տան։ Այսինքն բերք ու բարիքի մասին է, բնության առատության մասին է նաեւ այս տոնը։ Սիրելիներս, եւ հիմա առաջին հերթին կսկսենք հենց կաթնապուրից։ Ես իհարկե երման ջրով կխաշեմ մեր բրինձը։ Ահա այստեղ ունեմ 1 բաժակ բրինձ, այստեղ կավելացնեմ երման ջուր։ Եվ իհարկե կխաշենք։ Այս պահին դեռ գործ չունենք անելու, քիչ հետո նաև կաթը կեռացնեմ, կաթն էլ օգտագործելու եմ մեր գործընկերոջ առաջարկից, էլոլա ապրանքանիշի կաթն ենք օգտագործելու։ Ահա, ես մի փոքր, այսպես լուռ ու մունջ կսպասենք, մինչ եփվի բրինձը, հետո կանցնենք մյուս գործողություններին։ Նորից հիշեցնեմ, այստեղ մեզ պետք է բրինձը խաշել, հետո եռացրած կաթը ավելացնել ու թողնել մեկ անգամ եւս բրինձի հետ եփվի, հետո վրան ճոխ կարագ ավելացնել կամ տնական յուղ։ Մենք նաև ունենք հալած յուղ, որը կարող ենք շատ մեծ հաճույքով օգտագործել եւ այս տարբերակը։ Ահա, սիրելիներս, ուրեմն արարողության այս գեղեցիկ սեղանների եղել է նաև փոխինձով խավիցի տարբերակ։ Ես այսօր խավից եմ պատրաստելու փոխինձով։ Երբեմն պատրաստում ենք այն ալյուրով, այսինքն շատ հաճախ պատրաստում ենք ալյուրով, ալյուրը տապակում ենք, պատրաստում ենք, բայց այսօր ես որոշեցի այն պատրաստել փոխինձով, որովհետև շատ ընդունված է եղել նաև փոխինձով խավիցը։ Հիմա մենք կարող ենք տապակել, մի փոքր այսպես տապակել փոխինձը եւ իհարկե եռացրած ջուր ավելացնել։ Եվ նշեմ, որ այս սեղաններին նաև պարտադիր պայման է եղել ձվածեղը։ Ամենապարզ, ամենահասարակ ձվածեղը ուրցով։ Ես այն այսօր կմատուցեմ ուրցով, շատ համեղ է եւ իհարկե հայոց լեռների դաշտերից քաղված ուրցը ամենահամեղն է։ Ես այսօր այս տարբերակն եմ ձեզ առաջարկում։ Ուրեմն պատրաստելու ենք 3 ուտեստի տարբերակ։ Մեր կաթնապուրը ամենապարտադիր պայմանը, մեր փոխինձով խավիցը եւ իհարկե ավանդական գյուղական ձվածեղը։ Սիրելիներս, հիմա ես կամաց կսկսեմ տապակել եւ փոխինձը, ահա 1 թավա վերցնեմ եւ սկսենք կամաց տաքացնել ուրեմն մեր փոխինձը։ Այս թավան պահում եմ ձվածեղի համար։ Այսպես։ Այն պետք է տապակել, մի փոքր տաքացնել եւ ավելացնել ջուր։ Ցանկության դեպքում նաեւ փոխարինել ուրեմն կաթով, ինչպես ձեզ է հարմար։
Այսպես։ Ես հուսով եմ այսօր կհասցնեք որոշ չնայած գիտեմ աշխատանքային օր է, բայց եթե կարողանաք, կարող եք այսօր սիրուն սեղաններ պատրաստել, մանավանդ որ տոնի խորհուրդը շատ պարզ կերակուրներ է, այսինքն կես ժամվա ընթացքում այս բոլորը կարելի է պատրաստել եւ իհարկե վայելել։ Այնպես որ եթե երեկոյան կհասցնեք, կարող եք պատրաստել երեկոյան եւ հրամցնել ընտանիքի անդամներին, հիշեցնել ամբողջ ընտանիքով, որ այսպիսի գեղեցիկ ծիսակարգեր ունենք մենք։ Եվ իմիջիայլոց նշեմ, որ չորեքշաբթի գիշեր, այսինքն 3 գիշեր արդեն սկսվում էր այս արարողությունները, բոլորը այդ վիճակները գրում էին, պատրաստում էին եւ իհարկե հատկապես աղջիկները, քանի որ համարվում էր չորեքշաբթի գիշեր հրաշքների եւ երազանքների իրականացման գիշեր, աղջիկները մեկ հավկիթ դնում էին կտուր եւ հույս ունեին, որ հրեշտակները անցնելու են, իրենց հետքն են թողնելու հավկիթի վրա եւ եթե առավոտյան արթնանային տեսնեին հավկիթի վրա կարմիր բծեր կա, ուրեմն նրանք լինելու են երջանիկ, իսկ եթե սև բծեր են լինում, իհարկե ոչ այնքան մի փոքր վատ, այսինքն լուր էր նրանց համար։ Ու այսպես շատ հետաքրքիր արարողակարգեր եւ լույս 5-շաբթի արդեն ցերեկը, երբ պատրաստում էին այս համեղ ուտեստները եւ սեղան էին նստում, հետո խաղում էին վիճակ, այսինքն հանում էին այն քառատողերը եւ ձոնում էին միմյանց ու շատ գեղեցիկ երգերը մեր համբարձման տոնի հետ կապված մենք ունենք շատ մեծ երգադարան, որը շատ գեղեցիկ երգեր կա այնտեղ։ Իհարկե մենք ոչ բոլորս գիտենք այդ երգերը, բայց որոշ երգեր հատկապես Անուշ օպերայից հիշվում է, հիշողության մեջ է մեր մնացել, այդպես մի քանի երգ գիտենք, բայց իհարկե շատ երգեր կան ու շատ գեղեցիկ երգեր։ Այսպես, հիմա կամած խառնելով, ասեմ, որ իմիջիայլոց այն դեռ կարագ չենք օգտագործում, եթե խավիցի տարբերակում մենք կարագով ենք տապակում ալյուրը, ապա այս պարագայում առանց կարագի կարագը կավելացնենք վերջում։ Ահա, սիրելիներս, այս ընթացիկ թեթև գործերը ես կանեմ, հետո արդեն միասին կշարունակենք։ Այս պահին դադար է լինելու, դուք մնացեք մեզ հետ, քիչ հետո կշարունակենք։ Բարի ողջույն, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս, հուսով եմ մեզ հետ եք, որովհետև քիչ առաջ շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր զրույց էր տեղի ունենում, որտեղ կարեւոր ինֆորմացիա էր նաեւ այն, ինչի մասին մենք այսպես խոսեցինք, հաստատեցին նաև մեր հյուրերը եւ շատ ավելի գեղեցիկ ներկայացրեցին։ Եվ այսօր մի վարանեք, գնացեք, մասնակցեք բոլոր գեղեցիկ ծիսակատարություններին, որոնք կատարվելու են եկեղեցիների բակերում։ Այնպես որ խնդրում եմ ձեզ, առիթը բաց մի թողեք։ Իսկ ես հիշեցնեմ, թե այս պահին ինչ ենք պատրաստում։ Մենք օրվա խորհրդին համահունչ պատրաստում ենք կաթնապուր, պատրաստում ենք խավից եւ իհարկե քիչ հետո ձվածեղ կպատրաստենք։ Մինչ այս պահը ինչ արեցինք, ես բրինձը խաշել եմ, հենց հիմա կավելացնեմ կաթը, բրինձը իմիջիայլոց խաշեցի աղով, աղեի այնտեղ ավելացրել եւ իհարկե հիմա կաթը կավելացնենք եւ կթողնենք այսպես կաթն ու բրինձը միասին եփվեն։ Ահա, խառնեմ այս համեղ ուտեստը եւ դանդաղ թողնենք, որ եփվի։ Հիշեցնեմ, որ այն ուտելու ենք կամ հալած յուղով, կամ կարագով, ինչպես դուք եք նախընտրում։ Ահա, այսպես։ Եվ այստեղ իհարկե տապակվում է մեր փոխինձը, որի վրա պետք է ավելացնեն Սուրեն ջան եռացրած ջուր։ Ահա, շատ լավ։ Շատ զգուշությամբ իհարկե եւ անընդմեջ խառնելով, որպիսի չգնդվի այն։ Իհարկե հետո այսպես զգուշությամբ միջոցը կգտնենք ոնց անենք, որ շատ լավ ստացվի։ Մեր մամաները, մեր տատիկները, բոլոր տնային տնտեսուհիները շատ լավ
գիտեն այս բոլոր process-ների մասին, պատրաստման եղանակների մասին, իրենք ունեն նաև իրենց բաղադրատոմսերը։ Այո, փոխինձը շատ, ասես ես հիշում եմ, որ սա փոխինձն է, չէ՞։ Այո։ Ես հիշում եմ, որ դե քանի որ ես ասել եմ արդեն Սյունեցու թոռը, եւ այնտեղ Սյունիքում շատ են պատրաստում։ Ադրիան, ինչ ես ամենը դու պատրաստում ես, մենք կունենանք կարճ դադար, հա։ Բարի, շատ Հետո արդեն կվերադառնանք եւ տեսնենք process-ը։ Ադրինե։ Շնորհակալ եմ Սուրեն ջան, այո դու իրավացի ես, այսօրվա տոնին համահունչ ենք պատրաստում ուտեստները, ես ձեզ առաջարկել եմ սիրելիներս 3 տեսակի տարբերակ, այսինքն տոնին համապատասխան մենք ունենք կատնապուր, պատրաստեցինք փոխինձով խավից, ահա այն պատրաստ է, ես արդեն կրակից վերցրել եմ եւ թողել ենք մի կողմի վրա, կատնապուրը այստեղ պատրաստ է, եփված է, ահա տեսնում եք որքան արագ են այս process-ները կատարում, այսինքն շատ հեշտ, շատ հասանելի բաղադրիչներով պատրաստվող կերակուրներ, որոնք կարող ենք օրվա ընթացքում, կարծում եմ կես ժամվա ընթացքում կարող ենք տոնական սեղան պատրաստել։ Իսկ այս պահին պատրաստում ենք ամենապարզ ավանդական ձվածեղը։ Ահա ես օգտագործելու եմ հալած յուղ, քանի որ շատ այսպես գյուղական տնական սեղան ենք ուզում այսօր պատրաստել, ես անպայման ուզում եմ հալած յուղ օգտագործենք ձվածեղի համար, իսկ այս երկու ուտեստների համար կարագ կօգտագործենք։ Ահա, երբ հալչեց յուղը, ես արդեն կկոտրեմ հավկիթները։ Այսպես։ Իհարկե ճաշակի հարցը, եթե հալած յուղով չեք ցանկանա պատրաստեք կարագով, բայց խորհուրդ կտամ անպայման իհարկե հալած յուղն էլ օգտագործեք, հատկապես մեր պարագայում մենք օգտագործում ենք Էլոլա ապրանքանիշի հալած յուղը, որը շատ նրբահամ է, շատ գեղեցիկ գույն ունի եւ իհարկե կերակուրները դարձնում են անմահական։ Ահա։ Եվ այսպես սիրելիներս անցնենք առաջ, կամաց արդեն կկոտրենք հավկիթը, այսպես հերթով կգնանք առաջ, ցանկության դեպքում սիրելիներս կարող եք ամբողջությամբ հավկիթը հարել և հարած տարբերակով պատրաստել, ես նախընտրեցի այս տարբերակը, որպեսզի տեսքը պահպանեմ, գեղեցիկ տեսք ունենա եւ ինչպես նշեցի, այսօր ես պատրաստելու եմ ձվածեղը ուրցով, անպայման ուրց ենք ավելացնելու մեր հայկական, մեր անմահական ուրցը։ Այսպես Եվ հաջորդը կփորձենք մի փոքր տեղ բացել մյուս հավկիթի համար, ահա, այսպես, թող առատ լինի յուղը, թող շատ ճոխ և համեղ ստացվի մեր ձվածեղը, ահա ինչպես ասացի, մենք ուրցով ենք պատրաստելու, սիրելիներս, այս պահին կավելացնեմ աղ, շատ քիչ, ըստ ճաշակի հետո կթողնենք ով ոնց ցանկանա, և իհարկե սև պղպեղ եմ ավելացնելու, այսպես շատ համեղ, շատ տնական, և իհարկե ուրցը, փորձենք ձեռքով լավ տրորել և մանրացնել ու լցնել հավկիթների վրա։ Հրաշալի հոտ, բույր, համ պիտի փոխանցի մեր ձվածեղին, սիրելիներս, անչափ համեղ է ստացվում, խորհուրդ եմ տալիս անպայման, եթե երբևէ չեք փորձել ուրցով տարբերակը, ապա անպայման փորձեք։ Այո, Ադրինեն այսօր պատրաստում է մի քանի տեսակ, կաթնովը պատրաստում է տոնին համահունչ, բայց քանի որ ես կաթնով չեմ ուտում, ձվածեղը ինձ համար է։ Այո, մենք տեսականի ունենք շատ, այնպես որ մտածելու բան չկա։ Իդեպ Ադրինեն օգտագործեց յուղը, որը ներկայացնում է Էլոլան, իսկ մենք գիտենք, որ Էլոլա ապրանքանիշը ներկայանում է կաթնամթերքի լայն տեսականիով ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանի սահմաններից դուրս։
Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցներն այսուհետ ունեն հնարավորություն հայկական խանութներից ձեռք բերելու սյունած լեռների համը, որովհետև Էլոլան հենց այդ լեռների համն ու հոտն է ներկայացնում կաթնամթերքի միջոցով։ Դե իսկ օրվա ընթացքում էլ, եթե արդեն նախընտրում եք այլ ճաշատեսակներ, ապա Իջևանի գինու եւ պահածոների գործարանը իր պահածոներով եւ կոմպոտներով միշտ պատրաստ է ձեր օրը դարձնել առավել համեղ։ Գինիների մասին էլ չասեմ, որոնք պարտադիր երեկոյան հաճելի համադրություն են ձեր հավաքույթներին, տոներին եւ իհարկե հետաքրքիր սեղաններին։ Իրավացի ես եւ այսօր պետք է առիթից օգտվել, պատրաստել գեղեցիկ առատ սեղաններ, օգտագործելով իհարկե այս լավ մթերքները եւ իհարկե ընտանիքի անդամների հետ եւս մեկ անգամ ինչպես նշեցինք, որ զատկական տոնը շատ ընտանեկան տոն է եւ զատկից շարունակվում է համբարձում մինչեւ համբարձումը եւս շատ ընտանեկան է, ինչպես նշեցինք, որ 5-շաբթի առավոտյան այդ էքոր կնիկները հավաքվում են, այսպես կռվելով իրար հետ, այո, կռվելով իրար հետ պատրաստում են կաթնապուրը, որպեսզի ով որը պատրաստի կռիվը դրա համար է։ Կամ աղը շատ ես գցել, կամ աղը քիչ ես գցել, այո։ Այսպես եւ նստում են ճոխ սեղանների շուրջ ու վայելում են տոնը։ Շատ լավ, ինչ ունենք ավելացնելու։ Ես այս պահին պետք է համբերատար սպասենք զվաձեղը պատրաստի։ Միայն մի բան ուզում եմ, շատ կարևոր է սա ինձ համար, ուզում եմ ողջունել մեր գործընկերոջը Պողոսին, նա միշտ այս տոնական օրերին եղել է մեզ հետ, սակայն հիմա երկրում չի, եթե նայում ես մեզ ողջույններ Պողոս ջան, միշտ այս տոնական օրերին իր շքեղ ձայնով ծաղկացրել է մեր այս ավանդական եթերները, այնպես որ ողջույն Պողոս ջան, շատ կարոտել եմ։ Պողոսի պատրաստած մեղրով Այո, եւ ձվածեղը այսպես ֆենոմենալ էր ինձ համար, ես փորձեցի, շատ լավն էր։ Եվ իմիջիալոս նա շատ ավանդապաշտ տղա է, այսպես ամեն ինչ տեղը տեղին եւ շատ լավ խոհարար ու շատ լավ գիտի, որ տոնին ինչ կերակուր պատրաստել եւ այո, ձվածեղը Էս մի քիչ քո պատվին է Պողոս ջան։ Այնպես որ ողջույններ, հուսով ենք շատ լավ եք։ Դե եթե ամեն ինչ ասվեց, արվեց, արդեն արդյունքը տեսնենք հաղորդման ավարտին, այս պահին ունենանք կարճ դադար, հետո արդեն տաղավարում ողջունելու ենք մեր հյուրերին։ Բավական հետաքրքիր զրույց ենք ունենալու, քանի որ մոտենում է ամենահրաշալի ու պայծառ տոնը, հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրը, իսկ մենք պիտի փորձենք գոնե այդ օրը այս դաժան աշխարհում, հենց գոնե այդ օրը այս մեր հրաշալի երեխաների համար ստեղծել հեքիաթ, տոն եւ գույների փառատոն։ Այս ամենը արդեն հունիսի 1-ին է լինելու, թե որտեղ եւ ինչպես կիմանանք մեր հյուրերից, այնպես որ մնացեք մեզ հետ։ Իմ շատ թանկագին հեռուստադիտող, այսօր շատ գեղեցիկ տոն է, հուսով եմ դուք կհետևեք ավանդույթին և մասնակից կդառնաք, մի փոքրիկ մաս կկազմեք այս տոնին և իհարկե ձեր տներում էլ այսպիսի ավանդական ամենապարզ բաղադրիչներով պատրաստված սեղաններ կունենաք։ Այսօր պատրաստեցին կաթնապուր, ամենակարևոր կերակուրը, ունենք փոխինձով խավից և իհարկե շատ պարզ հասարակ ձվածեղ, որը պատրաստվեց համեմվեց վերջում ուրցով։ Այստեղ ունենք մեր ավանդական կանաչիները, պանրի տեսականին եւ իհարկե լավաշ։ Էլ չասեմ այս թանկարժեք նվերի մասին, գաթան, որը բերեցին մեր հյուրերը։ Այսպես։ Շատ համեղ է այսօրվա մեր առավոտը եւ օրվա խորհրդին համաձայն, արի եւս մեկ վիճակ անենք մեզ համար։ Մի հատ դու ընտրի այստեղից։ Բայց դու պետք է կարդաս, որովհետեւ ես ակնոց չունեմ այս պահին։ Ահա, Ադրինե ջան, ուրախ մարդուն ողջ աշխարհը ուրախ է երևում։ Դե մի հատ էլ ես ընտրեմ։ Շատ ուրախ եմ։ Եվ այսպես միտքը ուժ ունի, միշտ դրական է պետք մտածել, այո։ Հզոր խոսքեր, ընդհանրապես երկուսիս բաժին հասած այս խորհուրդը շատ հզոր խորհուրդ է եւ իհարկե մենք աշխարհը պետք է գեղեցիկ տեսնենք, ուրախ տեսնենք, մեր մտքերը պետք է դրական եւ պարզ ուղարկվեն տիեզերք, որպեսզի հետադարձ պատասխանը լինի հենց այդպեսին։ Այո, սիրելիներս, լավ եղեք, լավ մնացեք, հետևեք ձեզ, փորձեք ձեր օրը դարձնել անկախ ամեն ինչից, անկախ կատարվող իրադարձություններից, փորձենք մեր սիրելի մարդկանց, մեր շրջապատի ոչ միայն հարազատների սիրելիների, այլ մեր ընդհանրապես մեր կողքը բնակվող ապրող մեր մարդկանց, բոլորի համար դարձենք օրը առավել գեղեցիկ, ինչպես առավոտյան Ադրինեն արդեն մեր բոլորից օրը դարձրեց ծաղկաշատ եւ ճանապարհին հեռուստատեսություն գալիս, Դավթաշենի բոլորը բաց այգիներից մի փունջ ծաղիկ հավաքելով մեր օրը դարձրեց ավելի ծաղկային։
Տոնը ստիպեց Ժողովուրդ ջան։ Այնպես որ եթե առավոտ արտանանք եւ ձեր այգուց մի փունջ ծաղիկ պակասած տեսնեք։ Եթե 0.2-ով ինձ տեսնեք, Մեր չզարմանաք։ տաղավարում են ծաղիկներ։ Դե այսպեսին էր այս առավոտը, ուրախ հրաշալի, տոնին համահունչ եւ իհարկե գեղեցիկ արևով։ Այսօր այսքանը։ Այսօր այսքանը լավ մնացեք եւ իմացեք, որ մենք ձեզ շատ ենք Եվ չմոռանաք, որ այս ամենը պատրաստված էր սիրով։